Star News-ը առանձնացրել եւ ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր եւ ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Երգիչ Արամեն նշում է ծննդյան տարեդարձը, նա հայտնել էր, որ այս տարի տարեդարձը տոնում է Ռոստովում տեղի իր ընկերների հետ։ 43 տարեկան Արամեն ձեզ շատ սիրում է ու շատ սիրուն անակնկալներ ունի ձեզ համար, գրել էր երգիչը։ Մհեր Բաղդասարյանն էլ նկատողություններ արել Անի Երանյանին։ Մհերը նշել է ծննդյան տարեդարձը ընկերների ու մտերիմների շրջապատում։ Հյուրերի թվում են եղել Գոռ Եփրեմյանն ու Էլեն Հարությունյանը, Արա Ղազարյանը եւ ուրիշներ։ Տոնական հոլովակներից մեկում երևում է, թե ինչպես է մհերը նկատողություն անում Անի Երանյանին, հորդորելով նրան քիչ խմել։ Մի խմի այդքան, 1000 եմ ասել, նշել է մհերը։ Վաչե Ամարյանն էլ Էմմա Շաբոյանի համար կատարել է Աղջիկս երգը։ Էլով է սիրում այս երգը հոլովակին կից, գրել է դերասանուհին։ Չէ, քո կարծիքով ես սիրուն եմ։ Շատ։ Դե ուրեմն մի հատ իմ համար իմ գեղեցկուհին ես աղջիկը երգը կերքես, ինձ եմ սիրում։ Իմ գեղեցկուհին ես աղջիկս։ Չէ, մի հատ մի քիչ ավելի լավ դու լավ ես երգում սա։ Հա։ Իմ գեղեցկուհին ես աղջիկս։ Հետո Իմ տանթագուհին ես աղջիկս։ Աշխարհը քո խաթր շուրկը տավաչուն իմ քաղցր որ երջանիկ դու լինես գնացի։ Աննա Մանուչարյանը նույնպես նշում էր ծննդյան տարեդարձը, բարև 39, գիտակից, հաստատուն, ուժեղ ու սիրուն, գրել էր նա։ Իռա Հարությունյանն էլ գովում էր Ռոզա Դավթյանին։ Մեծ պատիվ է աշխատել ձեզ հետ ու մեծ պատիվ է լսել խոսքեր, որոնք ես ինձ հետ մինչև վերջ տանելու եմ, հոլովակին կից, գրել էր Ռոզան։ Իմ աղջիկն է մարմնավոր էր ու այսօրվա դրությամբ ինքը, ասենք, ես տեսնում եմ ինչա կատարվում դրսում, երբ որ Ռոզան հայտնվում է, ապրես բալես, որովհետև դու անկեղծ ես։ Եթե ինչ-որ մի բան մասնագիտական, շատ մասնագիտական, դու այնքան մեծ ինտուիցիան ես, որ դու դա անում ես, կարող է չիմանալով ինչի համար, բայց շատ ուժեղ ինտուիցիա ունես, դու շատ մեծ բարձունքների կհասնես, ապրես, ապրես, քո շնորհքի համար։ Էն ինչ որ չի ստացվում, ինքան այս հումորով է վերաբերվում, ու միշտ ասում մենք պրոֆ ենք, այո, մենք պրոֆ ենք։ Էվելինա Ստեփանյանն էլ բողոքել էր առողջական վիճակից, հայտնելով, որ թեպետ իրեն այնքան էլ լավ չի զգում, գնում է աշխատանքի եւ պատկերացում չունի, թե ինչպես է շարունակելու աշխատել։ Բարև ձեզ։ Ես մի քիչ հիվանդ եմ, հիվանդացել եմ, կոկորդս ցավում է, հայտարարք չգիտեմ ոնց եմ եթերում խոսալու։ Ու ոնց նկատում եք, այսօր տաքսիով եմ, ասեք ինչի։ Որովհետև աշխատանքից անմիջապես հետո պիտի իջնեմ կենտրոն։ Այսօր Ռոդվայն բենդի համերգին եմ հրավիրված ու վստահ եմ, որ չեմ գտնելու parking, առանց այդ էլ ուշացած եմ գնալու ու եթե լինեի մեքենայով ավելի շատ է ուշանալու։ Մի խոսքով տաքսիով դրա համար է ստիպված։ Թաց մազերով, կիսատ մեյքափով, բայց ես ձեզ իմ վերջնական տեսքը ցույց կտամ իհարկե։ Լավ որ բոլորիս հուսամ չեմ ուշանա աշխատանքից։ Դե միշտ եթե տաքսիով եմ, ուրեմն ուշանում եմ, այդ օրենքը ոնց որ թե մարդ լավ։ Աննա Մաքսիմն էլ նոր ֆոտոշարք էր հրապարակել, նշենք, որ դերասանուհին օրեր առաջ է վերադարձել Հնդկաստանից։ Երգչուհի Սիրուշոն էլ արխիվային հրապարակումներ էր արել, ցույց տալով, թե 2000-ականների սկզբին ինչ նամակներ է ստացել երկրպագուներից։ Երգչուհին հրապարակել էր նաև լուսանկար իր դպրոցական տարիներից։ Հոկտեմբերի 8-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ 0:10-ի սահմաններում ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարա Վանաձոր 10-3 ավտոճանապարհի 72-րդ կիլոմետրի հատվածում ավտովթար է տեղի ունեցել եւ ըստ նախնական տեղեկությունների զոհեր կան։
Նշված հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Խաչիկ Մանուկյանի վարած Զիլ մագնիշի բեռնատարը եւ Վայոց Ձորի մարզի բնակիչ 18-ամյա Նորայր Գյուլնազարյանի վարած Մերսեդես մագնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Զիլի վարորդ Խաչիկ Մանուկյանն ու Մերսեդեսի ուղևոր Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Նարեկ Պետրոսյանը տեղում մահացել են, իսկ Գյուլնազարյանը տեղափոխվել է Ապարան բժշկական կենտրոն, որտեղ էլ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններից մեկը։ Տիկտոկյան հարթակն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ մահացած 20-ամյա երիտասարդը տիկտոկեր Մարիի ամուսինն էր, 2 երեխաների հայր։ Մարիի հրապարակած նյութերից ու մեկնաբանություններից պարզ էր դառնում, որ զույգը արդեն բաժանվել էր։ Չհասցրեցինք խոսել, ներում եմ քեզ, բայց չեմ ների, որ մենակ թողեցիր ինձ, գրել էր Մարին։ Ըստ օգտատերերի մեկնաբանությունների զույգը միասին էր դեռ Նարեկի բանակ գնալու ժամանակ եւ այդ ժամանակ արդեն Մարին հղի էր։ Էլիզ Մելիքյանը պարբերաբար շարունակում է Instagram-յան իր էջում պատմել առանձին ապրելու դրական, ինչ որտեղ նաև բացասական կողմերի մասին։ Հերթական անգամ նա ցույց էր տվել, որ այցելել է Արամ Մելիքյանի տուն եւ վերադառնում է։ Այդ ճանապարհին նա կիսվել էր իր տպավորություններով, որոնք էլ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ Անկեղծ մեկ-մեկ ինձ զգում եմ տան աղջիկ, որ տանը ինչ-որ տնտեսական ապրանք պակասում է, գնում եմ խանութ առևտուր եմ անում, չգիտեմ ինչն է պակաս, ինչը պակաս չի, իրականում այս զգացողությունները մեկ-մեկ անսովոր է, մեկ-մեկ սովորական, բայց հետաքրքիր զգացողությունները ասեցի ձեզ էլ ասեմ, ոյ չեք պատկերացնի այսօր ինչ խառը ու անհասկանալի օր եմ ունեցել, վաղը ընտանիքով հարսանիքի ենք հրավիրված ու ես մի հատ շոր եմ առել ու ընկել եմ կրակը, կոպիտ ասած, մի հատ կոշիկ եմ ման գալիս, էդ էլ չգտա, մինչև վերջ, վաղը արթնանամ, հասկանամ ինչ պետք է անեմ։ Սա իմ շենքը, չգիտեմ կամերաս կեղտոտա, մաքուր է ինչա, ես հասա տուն, մի քանի գործ ունեմ, գնամ անեմ, մի հատ քոլ ունեմ, էդ էլ անեմ ու բարկեմ քնելու։ Ուզում եմ մի հատ հետաքրքիր զգացողությունով էլ կիսվեմ, այս պահը, որ գալիս ես տուն, լույսը վառում ես ու ահա որ հանգիստ է, ոչ մի ձայն չկա, ոչ մի աղմուկ չկա, քո հանգստությունը ու կարաս վայելես, չգիտեմ, մերոնց տնից էի գալիս ու արի սենց բարձր խաղեր խաղում ինչ-որ ընկերոջ հետ, այնքան անսովորել, լուրջ եմ ասում, որ մեզ ահա որ անսովորելի, որովհետև վաղուց մոտավորապես 7-8 ամիս է, չեմ լսել բարձր ձայներ այդ ժամին, շունչս կտրվեց, չգիտեմ խի, բայց լիֆտով էի բարձրանում։ Մի խոսքով սա իմ տունիկը, սիրելիներս։